Եկեք միասին պարզենք, թե քանի կտոր պիցցա եմ կարողանում ուտել մեկ փոքրիկ բաժակ հյութի հետ։ Մեր հրաշագեղ պիցցան ունի այսպիսի տեսք, պրոբույեմ։ Նշեմ, որ պիցցայի չափը 70 սանտիմետր է։ Այս պիցցայի ներքին աշխարհը կազմում է պեստո սոուսը, հավը, պանիրը, սունկը եւ լոլիկը։ Երկրորդ կտորը։ Չենք մոռանում հյութի մասին։ Երրորդ կտորը։ Եկեք բատատի ֆրիից էլ փորձենք։ Փաստորեն բատատի ֆրին ավելի համով է, քան սովորականը։ Չորրորդ կտորը։ Այս ահռելի պիցցայի կեսը մենակս կերա։ Այստեղ ունենք նաև սենդվիչ, եկեք սա փորձենք։ Ներսից այն ունի այսպիսի տեսք։ Իտալիայում չեմ եղել, բայց հենց նոր հայտնվեցի։ Մի հատ խնդրում եմ նայեք ինչ առատա մեջի միջուկը։ Բատատը։ Շարունակում ենք պիցցան։ Այս որ երրորդ կտորն է։ Չեմ հիշում։ Ես արդեն սկսում եմ կամաց կշտանալ։ Այս բատատո ֆրին ես պատրաստ եմ անվերջ ուտել։ Ճիշտն ասած արդեն հաշվարկս կորցրեցի, թե քանի հատ պիցցա կերա, դուք գրեք մեկնաբանություններում։ Ով որ գրելա, որ շատակեր եմ, դուք ճիշտ եք, ես շատակեր եմ։ Եթե ինչ պիցցա լաբի էջը կթողնեմ ներքևում, որպեսզի դուք էլ կարողանաք այս համովներից փորձել։ Այսօրվա իմ փորձարկումը ես կգնահատեմ 10-ից 10 լիմոն։ Ձեզ շնորհակալություն, որ մինչև վերջ նայեցիք, հետևեք ինձ, որ չկորցնեք։